Եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ եւ նաեւ խախտումներ, որոնք կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ կամ կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա պետք է մենք ունենանք նաեւ սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները ուղղակի հնարավորություն չունենան մասնակցել ընտրական process-ներին, այդպիսով չխաթարելով քվեարկությունների եւ ընտրության արդյունքը։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը դեռ 5 օր առաջ ազգային ժողովում հայտարարեց այս նախաձեռնության մասին։ Արդեն այսօր հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է արդարադատության նախարարին նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործություններ կատարած քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Հակակոռուպցիոն կոմիտեն որպես նման միջնորդության հիմք ներկայացրել է 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերը, որոնք վերաբերում են ընդդիմադիր 3 ուժերին՝ Ուժեղ Հայաստանին, Հայաստան Դաշինքին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Խոսքը հիշեցնեմ բազմաթիվ քրեական գործերի մասին է, որոնցից ոչ մեկով դեռևս դատական վճիռ չկա։ Ընտրակաշառքի մեջ մեղադրվողներից որևէ մեկի մեղավորությունը դեռ ապացուցված չէ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այսօր հայտարարեց եւս մեկ նախաձեռնության մասին, որը խոստանում են ընդունել շտաբ կարգով ազգային ժողովի առաջիկա եւ ըստ էության այս խորհրդարանի վերջին քարոզարշավին կամ արտահերթ նիստում։ Նախագիծը նախատեսում է խստացնել ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար նախատեսված պատիժը։ Նախկինում 7 տարին մինչև 7 տարին վերցնելու համար եւ մինչև 8 տարին ընտրակաշառք տալու համար կխստացվի եւ կսահմանվի վերցնելու համար մինչև 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչև 10 տարի ազատազրկում։ Բնական է, սա միակ գործիքը չէ, որը որ կիրառվելու է ընտրակաշառք տվողների եւ վերցնողների դեմ, կլինեն այլ գործիքներ, նաև քաղաքական հետևանքներ կլինեն։ Հենց ընտրությունների գիշերը Փաշինյանը հայտարարեց, որ 3 ուժերի առաջնորդներն էլ պետք է երկար տարիներ մնան բանտում։ Նա ըստ էության ցուցում տվեց հայտարարելով, որ եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինի, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի մեջ է։ Բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է։ Իմ պահանջն է նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել եւ նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետքա չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում է մենք խնդրեմ ունենք դատաիրավական համակարգի հետ եւ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով։ Նիկոլ Փաշինյանն ամբողջ իր ընտրաշավի ընթացքում բացահայտ ասել է, որ մտադիր է ոչ միայն ունեզրկել, այլև նստեցնել ընտրություններում իր հիմնական մրցակից ուժերի առաջնորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Փաշինյանը նաև ցույց է տվել, որ պատրաստ է օրենքներ խախտելու միջոցով հասնել իր ուզածին։ Ավելին, ընտրություններից անմիջապես հետո խախտելով падգամավորի թեկնածուի անձեռնմխելիության իրավունքը եւ առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունը ստանալու մեղադրանք էր առաջադրվել Գագիկ Ծառուկյանին։ Նախորդին էլ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն ընդունեց, որ իր հրահանգով է կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտելով ընտրական օրենսգիրքը ԲՀԿ-ին դուրս թողել խորհրդարանից, նշելով, որ երկրորդ շանս ընտրակաշառք բաժանածները չեն ստանա։ Ոմանց տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի ընտրակաշառք բաժանողներից, որ նրանց բաժանած ընտրակաշառքը ճշգրիտ չի արտահայտվել ընտրությունների արդյունքների վրա եւ հետեւաբար նրանց երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ շանսը պետք է տալ։ Սա անհեթեթ տրամաբանություն է ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու։ Վերջին օրերին ԿՊԱ-ականները մեկը մյուսի հետևից հայտարարություններ են անում այն մասին, որ ազգային ժողով մտած ընդդիմությունը լեգիտիմ չէ եւ որ նրանց նկատմամբ այլևս թավեշը չի գործելու։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ այս հարցում այնքան հեռուն գնաց, որ հայտարարեց, թե չկա մեկ մարդ, որն ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկել է առանց ընտրակաշառքի։ Ընտրակաշառք տված կուսակցությունները լրտեսներով եւ օտարերկրյա գործակալներով լի կուսակցություններն ընդհանրապես մանդատ չունեն, դրանք պետք է ազգային ժողով չգան, այդ կուսակցությունները պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ։ Ընդդիմությունը լեգիտիմ չէ, այն ձևավորվել է համատարած, կազմակերպված եւ ապացուցված ընտրակաշառքների արդյունքում եւ հետեւաբար խորհրդարանական ընդդիմությանը մենք վերաբերվելու ենք ոչ թե որպես ընդդիմադիր падգամավորների, այլ որպես հանցագործների։ Նրանցից ոմանց մենք առանձնահատուկ անհամբերությամբ ենք սպասելու ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերելու նրանց նկատմամբ։
բացասական վերաբերմունք։ Ինչ վերաբերվում է այս ընտրակաշառատու ուժերին եւ նրանց այս բանդայի ղեկավարներին, ապա նրանք բոլորը պետք է պատիժ կրեն օրենքով սահմանված։ Նրանք բոլորը պետք է պատժվեն եւ երկար տարիներ անցկացնեն քրեակատարողական հիմնարկներում, որպես դաս բոլոր նրանց ու մտքով անգամ կարող է անցնել, որ կարելի է ընտրակաշառքով բռնազավթել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ունենք այն ինչ ունենք ու ես կարծում եմ իրավապահ մարմինները դեռ շատ ու շատ ողջ անելիքներ ունեն, քանի որ փաստացի այս երրագլխիկներին հաջողվել է բավականին շատ տոկոս հավաքել ընտրակաշառքով եւ այլ տարբեր ապօրինի եղանակներով ու երրագլխիկների ընտրատասովщикները եւ պարագլուխները պետքա դրա համար պատասխան տան։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր արձագանքել է ԿՊ-ի հայտարարություններին։ Նրա խոսքով ընդդիմության լեգիտիմ չլինելու մասին իշխանության հայտարարությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը չի կարողանում համակերպվել ընդդիմության հավաքած մեծ թվով ձայների ու նրա հետ, որ չնայած կեղծիքներին ու այլ խախտումներին, իրենց չի հաջողվել 50% հավաքել ընտրություններում։ Ուրեմն լսի Նիկոլ Փաշինյան, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա դու ես։ Եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դու ես եւ քո քաղաքական թիմը։ Հետևաբար ուզես թե չուզես, այս փաստի հետ հաշվի ես նստելու։ Չի է այս պահին նաեւ սահանում, այսինքն ինչու է SMS ուղարկել իր հանցագործ ռեժիմի այդ ոհմակին, որ բոլորը հայտարարեն, որ ընդդիմության ստացած քվեն կեղծված է, մի նպատակով, որպեսզի ապա լեգիտիմացնի ընդդիմությանը եւ դրանից հետո այն բոլոր հանցագործությունները, բռնաճնշումները, ապօրինությունները ընդդիմության նկատմամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ նրա ղեկավարների լինեն արդարացված։ Ակնհայտ է, որ իշխանությունը բոլոր այս հայտարարություններով հող է նախապատրաստում ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ առաջիկա բռնաճնշումների համար։ Եթե արդարադատության նախարարության նոր օրինագիծը հաստատվի, ապա ԿՊ-ն հնարավոր է չսահմանափակվի ընդդիմադիրներին նստեցնելով, այլ ընդհանրապես արգելի նրանց գործունեությունը դաշտում, հետևաբար նաև մասնակցությունն առաջիկա ընտրություններին։